Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է սոցիոլոգ Արթուր Պարոնյանը։ Պարոն Պարոնյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Որպես սոցիոլոգ նախ սկսենք վաղարշապատի ընտրություններից եւ հասկանանք ինչպես ստացվեց, որ իշխանությունը հաղթեց, այն դեպքում, որ մենք գիտենք վաղարշապատը Էջմիածինը հոգեվոր քաղաք է եւ մարդիկ սպասում են, որ այս իշխանության սկսած պայքարը եկեղեցու դեմ կարող է հիմք լինել, որ մերժվի նրանց թեկնածուն։ Ինչպես եղավ, որ ի վերջո իշխանությունը 48%-ից ավելի ձայն հավաքեց։ Քաղաքում իրենք հավաքել են նաև 48%, այդտեղ կարևորագույն խնդիրը, որ կբացատրի այդ ամեն ինչը, դա ընտրական ակտիվությունն է։ Ուրեմն ընդդիմությունը տեսնելով ցածր վարկանիշները, ինչպես նաև Գյումրիի փորձը, փաստացի ի տարբերություն իշխանությանը չի վերլուծել Գյումրիի փորձը եւ այն կարևոր տեխնիկական հատվածները, որոնք որ կային նրա, որոնք ապահովեցին նաև Գյումրիի հաղթանակը, փաստորեն ընդդիմությունը ու գոնե մեծ մասը չէր վերլուծել։ Հիմա տեսնենք ակնհայտ բաներ, որ ցուցակից այնտեղ քվեարկել է մոտ 47%, այդտեղ 42%։ Այդ 5% տարբերությունը ինչի է բերել։ Ուրեմն Վաղարշապատ քաղաքում այդ կազմա մոտ 2200 հոգի, եթե պրոպորցիաներով վերցնենք քաղաքի տարբերությունը։ Եթե 2200 հոգին գային, ապա ստացվելու է, որ ընդդիմությունը կստանար նույն 58%-ը, իսկ իշխանամետ ու իշխանության բլոկը այդ երկու կուսակցության կստանային 42, նույն Գյումրիի պատկերը։ Բայց հիմա փորձենք հասկանալ, թե ինչի չեկան այդ 2200 հոգին։ Ուրեմն նախ տեսեք կա կարևորագույն տարբերությունը Երևանի եւ Գյումրիի թիմ ընտրությունները խոշոր, որ քաղաքական են եղել, այնտեղ նախ Երևանում գործող վարչապետը փորձեց սեփականաշնորհել թվացial իրենց հաղթանակը, բ ինքը նույնպես ուրեմն մեջտեղը Գյումրիի ընտրարշավի եկավ ու ասաց, որ սա վերջի հարվածը պետք է անենք եւ այլն եւ այլն։ Ուրեմն դա բուստեր էր ընդդիմության ընդդիմադիր հատվածի համար եւ ինչ որ հատված, որը որ այլ կերպ չէր գալու, որոշեց, որ պետք է գա ընտրությունների մասնակցի, ինչ որ տեխնացու գտնի։ Էջմիածնում իրենք հետևություն դաս են քաղել ու այսինքն Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կխանգարեր ավելի շատ նրանց։ Ինքը կաներ երկու բան, ինքը տեղով թույն է, հա, ինքը բուստեր է ընդդիմադիրների համար ու ինքը գալիս է, բերում է մարդ հակառակ լագերից։ Իրան ամեն ինչ արեցին, որ ինքը չգա։ Իրանք փորձեցին դա սարքել տեղական ընտրություն եւ իրենց մոտը դա ավելի լավ ստացվեց, քան ընդդիմության համար սարքել դա արժեքային եւ քաղաքական ընտրություն։ Իսկ ընդդիմությունը իր գործը արեց ավելի վատ, իսկ իշխանությունը իր գործը ու հետևությունները խաղելով արեց ավելի լավ։ Այսինքն կներեք, լոկալ ընտրություն դիտարկեց, ապա քաղաքական, ոչ մի շեշտ չդնելով, օրինակ հոգևոր այս արշավի հետ կապված, միայն Մեխակյանի գործոնն էր։ Այո, Մեխակյանը ասում էր, ես այդ հարցերին չեմ պատասխանի եւ այլն, մաքսիմալ խուսափեց այդ ամեն ինչից, եթե նկատել եք Մեխակյանի անգամ այդ պաստառներին ԿՊ-ն ոնց որ են բանկերի տեքստ լներ, չէ, ասենք աննշան ձևով ինչ որ, այսինքն ինքը մաքսիմալ արեց այնց, որ ինքը ԿՊ-ի հետ քիչ ասոցացվի, ուրեմն գործող վարչապետը չեկավ, որը հնարավորություն տվեց իրանց մնալ մունիցիպալ օրակարգում, ու ըստեղ այդ բանալին, որը որ փաստացի ընդդիմությունն էլ արել, բացի Մայր Հայաստանից իհարկե, ասեք Մայր Հայաստանը 3 տեղ մասնակցել է, 3 տեղ էլ քաղաքականացրել է։ Ուրեմն Գյումրիում մենք ունեինք եւս մի տարբերություն, այնտեղ կային ուժեղ համապետական ճանաչելիություն ունեցող տեխնացուներ ընդդիմության կողմից, որը որ նույնպես երևակայի նպաստեց նրան, որ ակտիվությունը լինի բարձր։ Ուրեմն այնտեղ նույնպես Մայր Հայաստանը ոնց որ տեսեք Մայր Հայաստանը ինչ է անում, ստանդարտ չէ, բոլոր տեղերը գնում է ու թիվը հավաքում է։ Երևակայի այդ միակ բանն է, որը որ
վերլուծումը հասկանում է ինչ անում։ Նույնը ինչ որ վաղարշապատում նաև, իսկ վաղարշապատում մեծ քարոզարշավի մասնակցությունը ունեցել Անդրանիկ Թևանյանը, այսինքն դու համապետական լիգայից մարդ ես բերում քաղաք, նրա համար որ ցույց տաս, որ սա համապետական կարևորություն ունեցող ընտրություններ են։ Վաղարշապատում որևէ այլ ինչ որ այտենց ակտիվ ասենք բարձրագույն լիգայից մարդ ընդդիմությունը չի բերել։ Հիմա տեղի իշխանությունն էլ նախարարի մակարդակով էր։ Դե նախարարի Եվ բավականին ասում են դա էլ է դրականորեն ազդել։ Դե գյուղերում ազդել, в общем, իրանք չեն ունեցել, ասենք, այն բարձրաստիճան մարդիկ, որոնք որ ունեն այդ հակառայցինգը։ Եթե հակավարկանիշը չի գալիս, այսինքն ընտրել էին այն մարդուն, որ ավելի շատ այնտեղ քվեներ կբերեր։ Տեսեք, տեղական ընտրություններում իշխանությունը միշտ ունի 5-ից 10% բոնուս։ Ինչի հաշվին։ Դրա համար որ տեղական ընտրությունները, նենց է որ տեղական իշխանությունը կախված է լիովին հանրապետական իշխանությունից ու տեղական հարցերի լուծման մակարդակով, ասենք տեղական իշխանությունը այնտեղ դասատու է, չգիտեմ, լույս է, ջուր է, ինչ-որ փոքր պետությունը լուրջ աշխատատու է։ Ուտեղ իրանք 5-ից 10% բոնուս ունեն, քանի որ եթե դու մնում ես նեղ մունիցիպալ օրակարգում, ապա մարդը, որը որ նո սենց ասեմ, քիչ մոտ թույլ ընդդիմադիր է, այսինքն այն ռադիկալ ընդդիմադիրը չի, ինքը կարող է համաձայնվի, որ չքվեարկի կամ քվեարկի նույնիսկ այս մեր պարագայում Արգիշտի Մեխակյանին, քանի որ դա ինչ որ գլոբալ հարց չի լուծելու։ Իսկ նրա համար որ ինքը դա չանի, դու իրան պետք է համոզես, որ սա գլոբալ հարց է։ Հակառակ դեպքում որևէ բարոյական խնդիր չունի, այդ в общем sense թույլ հատվածը, հա, անգամ քվեարկի կամ չգնա ընտրության։ Ու այդ 5-10% բոնուսը իշխանությունը օգտագործեց մաքսիմալ, չներգրավելով, երբ որ գալիս է գործող վարչապետը, ինքն էլ է նույնպես սարքում դա քաղաքական, չէ, համապետական։ Հիմա այսինքն ստացվում է այնց որ ասենք բացի նշված Մայր Հայաստանից մնացած բոլորի հույսը փաստորեն ինքը Նիկոլն էր, որ պիտի գար։ Չեկավ, փաստորեն այդ բոնուսը օգտագործեցին։ Բացի այդ իրանք նախապես դա ուտա պարզ էր, խոյ համայնքը երբ որ միացրել են, գյուղերը ընդհանրապես մաժորիտար ընտրություն են անում։ Իսկ այնտեղ կա ուժեղ մարդ, որից կախված է այնտեղ ջուր, էս, եւ այլն, ու այդ մաժորիտար ուժեղ դեմքը որոշում վճռորոշ է դառնում ինքը կարողանում է, հա, նու ասենք իր անունով կարողանում է բերի ինչ որ քանակության մարդ։ Ու իրանք մի քանի գյուղում ապահովել են ընդհանրապես գյուղերում ապահովել են 70% ոչ թե ցուցակից, այլ փաստացի ապրողներից, մոտ 70% դա ֆանտաստիկ ակտիվություն է։ Դա հենց այնպես չես կարող անես, դու պիտի մարդուն շահագրգռես, բերես, բացի այդ երկու գյուղում ընտրական ակտիվությունը, ասենք, այդ էլ ադմինիստրատիվ ռեսուրս ասածը, այդտեղ է ամենաշատը երևում, երկու գյուղում մոտ 90% մասնակցություն է եղել փաստացիներից, հա, իսկ փաստացի ապրողներից, նու տեղ ես ինչ որ կասկածներ ունեմ, որ այդ ոնց որ թե խախտումներ կան։ Ինչ որ խախտումներ կան, որը որ ընդդիմությունը չի կարողացել բացահայտի կամ հնարավորություն չի ունեցել, բայց ամեն դեպքում ֆիքսենք, որ 90% ընտրական ակտիվությունը փաստացի ոչ թե ցուցակից, այլ փաստացի ապրողներից, դա քիչ իրատեսական է ու առնվազն 10%-ը այդտեղ ինչ-որ անհասկանալի մարդիկ են, նու իմ տեսակետից։ 70% ակտիվությունը զուտ քարոզով ես չէի բացատրի, Իսկն այո վարչական ռեսուրսի հատկապես գյուղերում այո իհարկե դա այդ մաժորիտար ընտրությունը իրանց թույլ է տվել մաքսիմալ քամել այդ ադմինիստրատիվ ռեսուրսը ու դա սպասվելի էր, բայց դրա դեմ փաստորեն գլոբալ ընդդիմությունը ոչ մի բան չի կարողացել անել։ Հետևաբար տեսեք, երկու գյուղ կա ընդամենը, որտեղ որ ընդդիմությունը հաղթել է։ Երկու գյուղ մեկը դոքսը, մեկը ծաղկունքը, երկուսն էլ Մայր Հայաստանի տեխնացուներն են։ Իսկ այնտեղ որտեղ որ դու ոնց ասեմ վերլուծում ես, հասկանում ես ու տանում ես համապատասխան քարոզ,
դու կարողանում ես դողսում էլ բարձր ընտրական ակտիվություն եղել, ծաղկունքում։ Դե դողսը Մայր Հայաստանի տեխնացուի գյուղն է, ինքը վարչական ղեկավար է եղել եւ բնականաբար ճանաչելիությունը մեծ է։ Բնականաբար գիտեք ոնց է, ընտրություններից առաջ բոլորը համարում են, որ Գյումրիից հետո բնականաբար հաշվի առնելով եկեղեցու վրա հարվածը, որ գալիս է, բնականաբար մենք ստեղ էլ պետք է հաղթենք, բայց ստացվում է, որ դա բնականաբար չի, դու պետք է վերլուծես, հասկանաս ու անես այն ինչ որ պետք է անես։ Կարողացանք մենք իր բացակայության պարագայում 2000 այդ Գյումրիի հատվածը բերենք, չենք կարողացել, չէ՞։ Կարելի է Վաղարշապատի այս ընտրությունը պրոյեկտել համապետական ընտրությունների հետ կապված։ Թիմ ընտրությունների արդյունքները հնարավոր են կանխորոշիչ լինել համապետական ընտրությունների ժամանակ։ Պատկերը ինչպիսին կունենանք մենք, թե մեկը մյուսի հետ պետք չի կապել։ Չէ, կանխորոշիչ չէ, իհարկե ոչ չի լինի։ Որովհետև Փաշինյան դրանից անմիջապես հետո գրեց, որ սա մեզ համար լավ հիմք է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար։ Դե ուրիշ բան չէր կարա գրել, բայց ինչ պիտի գրեր, խոչեր գրելու, в общем, վատա վիճակը։ Բայց վատա վիճակը։ Իրանց վիճակը իհարկե լավ չի։ Ինչ առումով։ Տեսեք, հիմա մենք նշեցինք, որ թիմ ընտրություններում տեղական իշխանությունը, քանի որ ինքը կախված, ինքը ռեալ իշխանություն է, ինքը ունի 5-10% բոնուս, ճիշտ է։ Հիմա ենթադրենք Գյումրիի պես գործող վարչապետը գար։ Ես գրեթե համոզված եմ, որ այդ պատկերը փոխվելու էր կտրականապես։ Բացի այդ, ուրեմն հիմա եթե պրոյեկցիան անում ենք դեպի 26 թիվ, 26 թվի պրոյեկցիայում Նիկոլ Փաշինյան չի կարա չլինի, չէ՞, այսինքն այդ բոնուսը իրանք կկորցնեն։ Հետևաբար Վաղարշապատը, ինչպես նաև Գյումրին, վերլուծության համար շատ կարևոր ընտրություն է, բայց որ ասեմ, որ նույն պատկերն ալնելու իհարկե ոչ։ Իսկ պետք է նայենք ու դասեր քաղենք, ոնց որ իշխանությունն է Գյումրիից դասեր քաղել, նենց էլ ընդդիմությունը պետք է դասեր քաղի Վաղարշապատից։ Հիմա տեսնենք դասեր քաղում է ընդդիմությունը, որովհետև մի կողմում իշխանությունն է, խոստումներ, քարոզարշավ, ամեն ինչ սկսել շատ վաղուց, մենք տեսնում ենք նույնիսկ կառավարության որոշումները, ամեն ինչ նախընտրական տրամադրությունների մասին է խոսում, բայց մյուս կողմում ընդդիմությունը դեռևս կազմավորման, վերադասավորումների, այսինքն դեռևս նախընտրական տրամադրություններ ընդդիմադիր դաշտում չկա։ Այս հապաղումը կարող է խանգարել, թե դա հարաբերական այսպես անդոր է, հունվարից հետո մենք լուրջ զարգացումներ կտեսնենք։ Ես կարծում եմ, որ հունվարից հետո այդ զարգացումները կլինեն, ամեն դեպքում տեսեք, այդ զարգացումները հիմա այդ զարգացումները վերցնենք էլի ունենք երկու թիմ ընտրություն, չէ՞։ Այդ խմորումները իհարկե շատ երկար են տևում, հասկանալի չի ինչի, то есть հասկանալի է, բայց ամեն դեպքում, ասեք, 3 ընտրություններ՝ Երևան, Գյումրի ու Վաղարշապատ։ Փարաքար։ Ու Փարաքարը, որը որ այդքան քաղաքական չի եղել, ինքը բառից բուն իմաստով տեղական ընտրություն է եղել, կա մի ընդդիմադիր ուժ, որը որ իր բրենդով, իր անունով, նույն ստանդարտով մասնակցել է բոլոր ընտրություններում ու իր ձեները հավաքել է, որում օգտագործելով համապետական քաղաքական օրակարգ, դա Մայր Հայաստանն է։ Նույն բրենդով 3 տեղը մասնակցած նաև ԿՊ-ն է։ Հիմա սա նշանակում է, որ ընդդիմության, եթե ստեղ 6%-ը համարենք, որ խոշոր հատվածները դեռ լավ չեն պատկերացնում, թե ոնց են գնալու։ Մենք ունենք անուններ խոշոր, հա, բայց թե ոնց են իրանք դասավորվելու, այս պահին պարզ չի, ու երևակայի այդ դասավորումները կպարզվեն փետրվարից հետո, բայց ես համոզված եմ, որ դա կլինի, քանի որ ընդհանուր առմամբ ընդդիմության շանսերը հաղթելու 26 թվին, եթե ճիշտ դասավորվեն, շատ ավելի մեծ են, քան իշխանության։ Դուք անունների մասն եք ասում, Սամվել Կարապետյանի Մերձևովը, երկրորդ նախագահի շուրջ համախմբված ուժերը,
Բայց այս առումով ձեր դիտարկմամբ կան այսպես որոշակի տրամադրությունների արդեն այսպես թվային տվյալներ։ Կարող ենք ասել ովքեր են այսպես առաջի եռյակում ընդդիմադիրները, ովքեր կարող են լինել, որովհետև հիմա դեռևս Դե տեսեք, ոչ մի գաղտնիք չկա նրանից, թե ովքեր են այդ անունները, բայց ես սկզբունքորեն չեմ ուզում անուններին կենտրոնանալ, կան հայտ ունեցող ուժեր, կան ուժեր, որոնք դեռ հայտ չեն ներկայացրել, բայց այդ հայտի նյութականացումը դեռ զուտ սոցիոլոգիական թվերի մեջ է, դրա համար մենք հիմա չեմ ուզում բանանեմ անուններ տալ, բայց այո, երկու ուժ կա, ուրեմն եթե նայենք հարցումներով կա երկու ուժ պլյուս այլ, հիմա Այս վկայում է նրա մասին, որ այդ դասավորումները պետք է ինչ-որ ձևով լինեն։ Ակնհայտ է, որ ասենք պետք է խոշորները շատ կարևոր են, տեսեք, կա ռադիկալ ընդդիմություն, որը որ պարզավոր ավելի քիչ է, բայց որը որ շատ կարևոր է, դա մատորն է, ու կա այն ինչ որ մենք ասենք դեռ 2 տարի առաջ կոչեինք ջահիչ, որը որ ակտիվացել է ու ինչ որ ձևով արդեն բացահայտում է իրան որպես ընդդիմադիր։ Ընդհանուր առմամբ կներեք հստակեցում այդ ձեր ասած որ բացահայտում է դուք դրանց քաղաքականությունը դիտարկում եք որպես պրոիշխանական։ Չէ, ընդդիմադիր, իշխանությունը Տեսեք, իշխանությունը հաղթեց գյուղերի հաշվին, ճիշտ է, հետևապես կարևորագույն խնդիրը, որը որ ընդդիմությունը պետք է հիմա իմ տեսակետից վերլուծի ու հասկանա, դա գյուղերի տրազանգվածի հետ աշխատելն է։ Ու տեսեք, 21 թվականին իրենց հաղթանակը ինչի հաշվին է եղել։ 21 թվականի հաղթանակը եղել է գյուղերի ուրեմն ձայների շատ մեծ տարբերությունով հաղթանակը, փոքր քաղաքներում ու մեծ քաղաքներում ընտրական ակտիվությունը եղել է ցածր, փոքր քաղաքներում իրանք քիչ թե շատ հաղթել են 21 թվականին, Երևանում պարտվել են, բայց այդ պարագայում Երևանի ընդդիմության ձեները չեն հերիքում, որ կոմպենսացնեն փոքր քաղաքներն ու գյուղերը։ Հիմա փոքր քաղաքները, իսկն Հայաստանի ուրբան զոնան Երևանից դուրս, ինքը արդեն ընդդիմադիր է։ Ու մենք սա տեսնում ենք անգամ ընդդիմության համար վատ ռասկլադ ունեցող վաղար շաբաթում, այնուամենայնիվ 52% ընդդիմություն է։ Ընդամենը 48, այսինքն ամեն դեպքում այդ 4%-ի տարբերությունը կա։ Գյուղերում իրանց խոյ համայնքի, չէ, ձայները այնքան շատ էր տարբերությունը ու ընտրական ակտիվությունը, որ այդ 4%-ը փաստացի փոշիացավ։ Փոշիացան նաև ընդդիմադիր ինչ-որ գործիչներ, որոնք որ այլ կերպ կանցնեին գյուղի իրենց բարձր ակտիվության եւ բարձր ձեների հաշվին։ Սա մաթեմատիկա է, որը որ ընդդիմությունը պարտավոր է հասկանա ու խաղի կանոններ, այսինքն պետք է փոխի ընդդիմությունը, ճիշտ եմ հասկանում։ Այն մշտական խաղի կանոնները, որ ընտրությունների մասնակցել են նույն 21-ին, հիմա այլ մեթոդներ են հարկավոր, այսինքն ոչ ստանդարտ մեթոդներ են պետք, որովհետև մենք տեսնում ենք իշխանությունը ամեն դեպքում ընդունենք թե չէ, ոչ ստանդարտ քայլեր է շատ հաճախ անում հասարակությանը սիրաշահելու համար։ Նույնը գուցե ընդդիմությունը անի։ Տեսեք, չեմ կարծում, որ այտենց շատ խորամանկ բաներ կա։ Իրանք ունեն կա, ասենք 2-3 ինչ որ խոշոր ու մի երկու մանր ուժ, չէ, ընդդիմադիր դաշտում, որոնք որ երևում են, որոնք ունեն որոնց մասին մարդիկ կմտածեն, որ իրանք կմասնակցեն։ Հիմա ամբողջ խնդիրը նա է, որ թե իշխանությունը բոլոր ունեն իրենց վարկանիշները ու հակավարկանիշները։
Հիմա խաղի կանոն ասածը հետեւյալն է, ասենք բոլորը խոսում են Մոլդովայի օրինակի մասին, չէ, որ չեն գրանցելու ինչ-որ մարդկանց։ Հետևաբար այդ խաղի կանոնը, եթե բոլորը գրանցվեն Մոլդովա չլինի, ես իհարկե եթերում չի ուզենա ասեի, բայց ես հանգիստ եմ, որ ընդդիմությունը հաղթելու է։ Ուրիշ բան, որ ասենք հիմա տեսեք, մենք գյուղերում ունենք 2 գյուղ, որտեղ որ ունենք 90% ակտիվություն։ Այս 90% ընտրական ակտիվությունը դա Սովետ միությունում է եղել։ Տենց բան չի լինում։ 70% ընտրական ակտիվությունը, որը իրենք ապահովել են գյուղերում, դա ուղղակի քարոզով չի լինում։ Այսինքն խաղի կանոն ասելուց մենք ինչի նկատի ունենք, գրանցելու են թե ոչ, ինչ որ կեղտոտ բաներ տեխնոլոգիաները գուցե նաև տեխնոլոգիաների փոփոխության։ Տեսեք, դուք խոսում եք հաջողություն գրանցած ուժերի մասին, նույն Մայր Հայաստանի մասին, գուցե ճիշտ տեխնացուի վրա խաղադրույք կատարել, այսինքն քայլեր, որոնք ուզում տեսեք, Մայր Հայաստանի հաջողությունը դա տեղական, եթե բացատրենք տեղական ուրեմն տեխնացուով, ապա չարաչար կսխալվենք։ Մայր Հայաստանը իհարկե չի կարող վատ տեխնացու վերցնել, ասենք թունավոր տեխնացու վերցնել, բայց Մայր Հայաստանի հաջողության ընդհանրական եմ ասում, եկեք լավ օրինակ է, եկեք այդ օրինակը շարունակենք։ Մայր Հայաստանը չի մասնակցել Փարաքյարում, ինչի, քանի որ չէր կարողանա քաղաքականացնել։ Մայր Հայաստանը ունի որոշակի գաղափարական թեզեր, որը որ տարել է Երևանից մինչև Վաղարշապատ։ Իսկն իրենք կայուն են, հա, իրենք միշտ, ասենք, Գյումրիում էլ է առաջի համարը, առաջի դեմքը մտել ընտրարշավ, քաղաքականացնում են, ունեն որոշակի շատ կոնկրետ պատկերացումներ, ու այդ քաղաքականացման հաշվին է, որ իրենք կարողանում են բոլոր տեղերում ինչ-որ համեմատելի արդյունքներ։ Դե համապետական ընտրությունը այսպես է, այնպես քաղաքականացված է, այլ տարբերակ չկա։ Հետևապես, հա, այսինքն մենք պետք է հաշվի առնենք, որ իրանք նույնպես հասկանում են, որ դա քաղաքական ընտրություն է ալնելու, ու իրանք ոնց որ թե չեն կարող այդ տեղական բոնուսը օգտագործեն, ճիշտ է։ Հիմա այդ տեղական բոնուսը օգտագործելը եւ, ասենք, սարքել դա տեղական ընտրություն իրանք չեն կարողանալու։ Հետևաբար ինչ որ հետևություն իրանք անելու են, ինչ են իրանք, ինչ հետևություն են իրանք անելու հետա։ Դե տեսեք, օրինակ օրերս Էջմիածին է կներեք, տեսեք, ինչով են կարևոր տեղական ընտրությունները։ Գյումրիի ընտրություններից հետո մենք ստացանք ընտրությունների ինստիտուտի լեգիտիմացում, որը որ մինչև այդ ու ցավոք սրտի այդտեղ ինչ որ նաև խոսացող գլուխներ են մասնակցել, ընտրությունների ինստիտուտը ինքը վարկաբեկված էր, մեկը ոչ մի բան չի փոխվելու։ Գյումրիում լայն Հայաստանի ընտրողները ստացան մի մոդել, որտեղ որ ընտրությունով դու կարաս իշխանությունը փոխես։ Ու դա լուրջ ողջավորություն տվեց ընդհանուր առմամբ հասարակությանը եւ հատկապես ընդդիմադիր հատվածին, ճիշտ է։ Այսինքն հիմա Վաղարշապատի ընտրություններում սա հոգեբանական տեսակետից շատ ցավոտ հարված է, հաշվի առնելով նաև նա, որ գրոհը գնում է եկեղեցու վրա։ Շատ ցավոտ հարված է, բայց ընդհանուր իրավիճակը իհարկե չի փոխելու։ Ու հավաստիացնում եմ ձեզ, որ իրենք նույնպես գիտեն, որ իրենց վարկանիշները շատ ցածր են, հետեւաբար իրանք կցանկանային ընտրեն այն ցուցակը ընդդիմադիր, որտեղ որ իրանք ավելի մեծ հնարավորություն կունենան ցածր ընտրական ակտիվության պարագայում օգտագործել այն լծակները, որոնք որ իրանք ունեն։ Հիմա խոսենք նաև մի փոքր իշխանական քաղաքականության մասին։ Օրերս մամուլն շատ գրեց, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը քաղաքծառայողներին հավաքել ամբողջապես Համալիրում։ Մի կողմից էլ մենք տեսնում ենք, որ նախընտրական ցուցակը իրենց մոտ բավականին հետաքրքիր է կազմվում, այդ 1.5 միլիոնը, կես միլիոնը եւ երբեմն նաև ներթիմային տարբեր խոսակցություններ են գնում, թե ում է տանում Փաշինյանը, ինչ չափորոշիչով է տանում։ Այս ամեն ինչը ինչպես է ազդելու սա ընտրությունների վրա։ Այդ ինչքան ինքը հեծանիվ է քշել, պամիդորով ձվածեղա սարքել եւ այլն, այդ ինչ-որ բնավորությունն է, որը որ ինքը չի կարող հանգիստ տեղը նստի, որում ինչքան շատ է տենց բաներ անում, ես համոզված եմ դա վնաս է տալու իրան։ Բայց այդ տրամադրությունը ընդամենը
որը որ կարծիքի վրան ունի քիչ ազդեցություն, քանի որ ժամանակային առումով դա կարճ հատված է։ Այստեղ կարևորը այն է, որ կարծիքը ձևավորվում է երկարաժամկետ, այսինքն մոտ 3 տարի է տևել այս կառուցվածքը կարծիքի ստեղծելու համար։ Նրա համար, որ ընտրությունները հաղթի ընդդիմությունը, հա, դուք մի կարևոր բան ասեմ, ուրեմն հայկական սոցիոլոգիայում նկարիչներ չկան։ Կան մարդիկ, որոնք որ ավելի լավ կամ ավելի վատ են հասկանում, բացատրում հասարակությունը կամ ընդհանրապես չեն կարողանում բացատրել, բայց քիչ թե շատ բոլորի թվերն էլ իրանք տունը նկարած չեն։ Թվերը բոլորն էլ գիտեն, որ թվերով ընդդիմությունը հաղթում է, հետևաբար ինչ նպատակ պետք է ունենա իշխանությունը։ Ցածր ընտրական ակտիվություն քաղաքներում, համեմատաբար բարձր կամ եթե այդտեղ էլ ինչ-որ բան փոխվի, իրանց նպատակը նա է, որ իրանք ընտրազանգվածը, որը որ շատ կազմակերպված ու կարգապահ է, հա, շատ ավելի կարգապահ է, քան ընդդիմադիր հատվածը։ Հիմա եթե այդ կարգապահ հատվածին իրանք բերեն, ընդդիմությունը չկարողանա բերի իր բոլոր զանգվածը, իրանք կարող է ինչ-որ հույսեր ունենան։ Սա իրանց կարևորագույն խնդիրն է։ Հիմա ոնց անեն, որ ընտրական ակտիվությունը լինի ցածր։ Սա է իրանց ամբողջ խնդիրը, ու դա նաև կախված է նրանից, թե ինչ ցուցակով է ու ինչ տեքստով է մտնելու ընդդիմությունը 26 թվին։ Տեսեք, մենք ունենք ռադիկալ ընդդիմադիր հատված, չէ՞, ու մենք ունենք դրան գումարված ընդդիմադիր, բայց սոցիալական եւ մաքուր սոցիալական հատված, հա։ Այն ինչ որ առաջ ճահիճ է եղել, այն մարդիկ, որոնք որ առաջ մտածել են, որ քաղաքականությունը, в общем, կեղտոտ բան է, ժողովրդի մասին մտածող չկա եւ այլն, եկել է այն պահը, երբ որ այս նախկինում մենք ինչ անուն որ իրանց դրել էինք, այս մարդիկ իրենք քվեարկելու են Նիկոլ Փաշինյանին դեմ։ Բայց նրա համար, որ իրանք դա անեն, իրանք պիտի գան, բան, չէ, ոնց է, չէ, ցուցակում իրանք կան, իրանք պետք է գան ու ընտրեն, իսկ իրանք պիտի ակտիվություն ցուցաբերեն։ Հիմա նրա համար, որ իրենք ակտիվությունը ցուցաբերեն, մենք ունենք խնդիր, որ ընդդիմադիր ցուցակը լինի դա 1-ը, 2-ը թե 3-ը, իրենք պետք է կարողանան սինթեզեն քաղաքական արժեքային ազգային տեքստը վստահություն ներշնչող սոցիալական ծրագրերի հետ։ Այն պարագայում, երբ որ դա եղավ, կամ այն գործիչները, որոնք որ կարողացան սա անեն, կբերեն ընդդիմության համար կարևորագույն տարը հաղթանակի, հա, ռադիկալ հատվածը պարզագալու է ընտրեի, հա, բայց դա բավական չի։ Հետևաբար պետք է բերես այն նոր ընդդիմությունը, հա, այդ նոր ընդդիմությունը անելու համար դու պիտի ընդդիմությունը պարտավոր է հանդես գալ գործիչներով եւ ծրագրերով, որոնք կարողանան սինթեզել վստահություն ներշնչող սոցիալական ծրագրերը վառ ու շատ ընդգծված արժեքային, քաղաքական եւ արտաքին ավելի շատ սոցիալական ծրագրերն են աշխատելու, թե քաղաքական, ազգային, այսպես անվտանգային հարցերը։ Տեսեք, ես կասեի, որ ազգային հարցերը այս պահին այն աստիճանը հասե, որ իրանք երևակայի ավելի շատ մարդ են բերում, բայց եթե սոցիալական հատվածը անտեսես, ընդդիմությունը պարտվելու է։ Այսինքն ավելի շատ մարդկանց կենցաղին, կյանքին վերաբերվող հարցեր են պետք է լուծումներ առաջարկել։ Ոչ թե ավելի շատ, այլ երկուսի սինթեզը։ Երկուսն էլ պետք է չանտեսվեն, երկուսն էլ պետք է լինի ու պետք է թե գործիչների, թե տեքստի մակարդակով այս երկուսը սինթեզվի։ Ցուցակներով այս երկուսը եթե լինեն
ու եթե իրանք լինեն վստահելի ու կառուցվածքային առումով իրար ավելացնող, ապա անդիմությունը 100% հաղթանակը տոնելու է շատ բարձր ակտիվության հաշվին։ Եթե ես ձեր խոսքից ընդհանուր կարմիր գիծը այսպեսին էր, որ անկախ ամեն ինչից ամենակարևոր հանգամանքը մասնակցության թիվն է։ Այո, հիմա մենք պետք է համ սոցիալական հատվածը բերենք։ Բայց դուք նկատում եք իներտ չի ավելի հասարակությունը։ Նախընտրական շրջանում հասարակությունը ակտիվանում է ու վերջը սա այդեն տեսեք Գյումրին շատ կարևոր էր նաև։ Մարտիկ Գյումրին այդ ընտրողները արեցին, չէ՞, ընտրողները արեցին վերջին հաշվով։ Այսինքն խոսացող գլուխները ավելի շատ խոսում էին նրա մասին, որ ընտրությունը չի օգնելու, ու շատերը, բայց ընտրողը ապացուցեց, որ դա հնարավոր է։ Մարդիկ պատրաստ չեն, ընդ որում ասեմ, եթե փորձես էլի փողոցային ակտիվություն, հա, Գյումրիից հետո դա շատ ավելի ծանր կլինի, քանի որ մարդը ունի որոշակի պատերներ, օրինակ ունի, ես կգնամ կանեմ, այսինքն ամեն անգամ ինձ գալիս ես ասում ես, որ արի ես ոչ օգուտ կա, ոչ ես կա, կգնամ կքվեարկեմ։ Ընտրական ակտիվությունը, то есть քաղաքական ակտիվությունը ընտրականի ժամանակ բարձրանում է, դա պարզ է, հասկանալի է, ու մարդկանց մեղադրել, որ իրանք пассив են, պետք չի։ Ընդամենը մենք ունենք տարբեր տիպի մարդիկ, հա, տարբեր ձևով մտածող մարդիկ ու իրենց զգալի հատված, այսինքն հասարակության 60%-ը, 35 պլյուս 15 պլյուս 10, հա, այդ 3 տարբեր հատվածներ են, իրենք քվեարկում են իշխանությանը դեմ կամ ընդդիմությանը կողմ։ Հիմա պետք է անել այնց, որ այդ բոլոր մարդիկ գան ընտրության օրը ընտրություն կատարեն, դրա համար շարժառիթները տարբեր են։ Իսկ եթե շեշտը դնես միայն եկեղեցու, միայն ազգային անվտանգության, ինչքան էլ որ իրենք կարևոր չլինեն, անտեսելով երկրորդ, երրորդ բլոկերը, այդ մարդիկ ուղղակի չեն գալու։ Այդ ինչ որ տեղի է ունեցել բանում, հա, տեսեք, իրանք իրանց բոնուսը օգտագործել են, ընդդիմությունը իր բոնուսը չի ստացել կոնկրետ տեղական ընտրություններում, քանի որ իրանք քաղաքական չեն եղել։ Հիմա այդ մարդիկ չեն հավատացել, որ քաղաքական ընտրությունը իրանց կարևոր է, ռազդրաժիտելը չի, այսինքն այդ թույնը չի եղել, որ իրանք կատաղեն գան, հա, մնացել են տեղական ընտրությունների, այս տիպի սխալները անտեսել ծրագրային, տեքստային, սենց ասեմ, հատվածը շեշտը դնելով միայն մի բանի վրան ու չունենալ վստահություն ներշնչող երկրորդ հատվածը, դա կնշանակի ցավոք սրտի շանս իշխանության համար։ Անգամ այդտեղ в общем հարցեր կան, բայց եթե այս երկուսը սինթեզվեն գործիչներով, տեքստով, ցուցակներով, ապա ես համոզված եմ, որ եթե ասենք սպորտսմեններին էլ հավաքեն, ասենք էլի տոլմասարքեն, որևէ հնարավորություն իրանք չունեն վերարտադրվելու։ Բայց այս ասելով ես անկեղծ ասած մի քիչ վախենում եմ, քանի որ Գյումրիից հետո մենք նաև տեսնում ենք, որ ընդդիմությունը դա փափուկ բարձր, հա, իսկ պետք է վերլուծել, հասկանալ, ամեն մի փոքր դետալը պետք է հասկանալ, որից հետո նոր, ասենք, մտնել պայքարի մեջ, առանց այդ միկրոանալիզի, ինչպես նաև մակրոանալիզով, ուղղակի մակրոանալիզով թվերը տեսնելով, ղեկավարվելով մտնել ընտրապայքար, ոչ, պետք է վերլուծել, հասկանալ։ Լուրջ տնային աշխատանք եք առաջարկում ընդդիմադիրներին։ Այո։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։